Բարև ձեզ։ Երևի ճակատագրի հեգնանք է, որ հենց Ղրիմն է այսօր հիշեցնում Արցախի կորուստը։ Աղետի նախանշանները կարծես նույնն են՝ սննդի, բենզինի, ջրի դեֆիցիտ, պայթյունի սպասում ու ապրելու սարսափ։ Ղրիմում չգիտեմ, բայց Արցախում մեր թիկունքը ռուս խաղաղապահն էր պահում, որին տրված էր Արցախ-Հայաստան միակ կապի բանալին։ Ու ոչ ոք չընտվզեց, ինչպես այդ բանալին խաղաղապահությունը դարձրեց բիզնես, հետո ուրացում, որի մասին ավելի ճշգրիտ կպատմեն Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարները։ Հիմա երևի քչերն են հիշում, ինչ արժեր խաղաղապահական բենզինը արցախցու համար, էլ չեմ ասում օրվա հացն ու ծխախոտը, որ վաճառվում էր շրջափակված Արցախցուն փրկագնի լկտիությամբ, որովհետև բացի արցախցուց բոլորը գիտեին, ինչով է ավարտվելու սովի ու խուճապի տանող բլոկադան, եւ ինչ տագնապով է տունը կորցրած արցախցին անցնելու Հայաստան բերող միջանցքը։ Ինչպես հիմա անցնում են Ղրիմից ռուսական մայրցամաք։ Շատ ճիշտ եք ասում, Ղրիմում ապրողի հայրենիքն է։ Մեզ չհաջողվեց։ Եթե Ղրիմի էթնիկ բնակչին հաջողվի փրկել իր այդ իրավունքը, հիշեք, որ նույն իրավունքը Արցախում վաճառվել է բենզինի, հացի ու կյանքի շանտաժով, որի բումերանգը միայն Աստված գիտի, թե դեռ ինչ հանգրվաններ ունի։ Փոխարենը Երևանը բողոքի նոտ է ստանում Գյումրիի մեծ հայրենականի հուշահամալիրում վանդալիզմի համար։ Բամի նոտ է այլ հղեիք Բաքվին, երբ բնաջնջում էր նույն մեծ հայրենականի արցախցի հերոսների հուշակոթողները, թե մարշալ Հովհաննես Բաղրամյանն այլևս խորհրդային հաղթանակի խորհրդանիշը չէ։ Հաջողություն։